Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ անդրադառնում ենք բավականին հետաքրքիր թեմաների, հյուրընկալում ենք փորձառու անհատների, ովքեր որ կիսվում են իրենց հարուստ փորձով անցած ճանապարհով։ Իմ այսօրվա հյուրերին եմ մեծ սիրով ուզում ներկայացնել Լիլիթ Մաթևոսյան, ողջույն Լիլիթ։ Ողջույն։ Եվ Նանան Հովանեսյան, ողջույն Նանա։ Ուզում եմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնել, որ եւ Լիլիթը եւ Նանան հանդիսանում են Օքսֆորդի Հայաստանի շրջանավարտների ակումբի հիմնադիր անդամները։ Մենք այս մարտի 8-ի միամսյակի հետ կապված տաղավարում հյուրընկալում ենք հաջողության հասած իգական սեռի ներկայացուցիչների, ովքեր որ կարևորում են անդադար կրթվելը, աճելը, զարգանալը, եւ Լիլիթին ներկայացնեմ ավելի մասնավոր դաշտում, ով հանդիսանում է PwC Armenia աուդիտորական խորհրդատվական ընկերության գլխավոր հաշվապահը եւ Նանան 818 մարդկային ռեսուրսների խորհրդատվական ընկերության տնօրենը, ինչպես նաեւ քոուչինգի միջազգային ֆեդերացիայի Հայաստանի գրասենյակի հիմնադիր նախագահը։ Բավականին լայն գործունեության ոլորտներ ու նաև տարբերվող, բայց այսօրվա մեր հիմնական թեման առավելապես վերաբերվելու է ընդհանրապես անձնային աճին, կարիերայի աճին, փոփոխություններ բերելուն, առաջնորդությանը, զարգացմանը եւ անդադար առաջ շարժվելուն։ Նանա, սկսենք ձեզանից։ Մի փոքր ներկայացնեք ձեր մասնագիտական հենքը, կրթությունը եւ ինչպես եք հայտնվել այս բավականին հետաքրքիր ու ստեղծարար ճանապարհին։ Օքսֆորդը ավարտեցի անցած տարի, մինչ այդ էլի բնականաբար սովորել եմ շվեյցարական բիզնես դպրոցն եմ ավարտել, մինչև այդ ժողովրդատնտեսության ինստիտուտն եմ ավարտել եւ ընդհանուր առմամբ իմ մասնագիտությունն էլ այնպիսին էր, որ շատ բազմաթիվ դասընթացներ, սերտիֆիկացումներ, այսինքն անընդհատ է այդ սովորելը, հենց որ ստացվում է, որ կես տարի, մի տարի որևէ տեղ չեմ սովորում, որևէ զարգացման ճանապարհ չեմ անցնում, հասկանում եմ, որ ինչ մի բան է, այն չի։ Այսինքն կարելի է ասել, որ դա ինչ որ մոտեցում է կյանքին, այսինքն անընդհատ կրթվելը, այստեղ կամ այնտեղ կամ նույն որոշումը ինչպես է կայացրել, Նանա, ինչպես է կայացրել, այ որ պետք է այդտեղ փորձառություն անցնեք։ Փորձեմ հիշել այդ պահը։ Որ թվականին է եղել։ Նախանցած տարի եմ որոշումս կայացրել։ Գիտեք, տեսա, LinkedIn-ում տեսա իմ նախկին գոլեգաներից մեկի գրառումը նրա մասին, որ ավարտել է եւ այդ ոգևորությունը մոտապես նույն տարիքի, մոտապես նույն փորձառությամբ, ճիշտ է, այլ ոլորտում, բայց նույն կազմակերպությունում էինք աշխատել եւ ուղղակի տենց մտա տեսնեմ այդ ինչ կրթությունն է, որովհետեւ իրականում ինչ որ մի տարիք է գալիս, որ մտածում ես թե վերջ, չէ, ավարտեցիր այդ փուլը քո կյանքի։ Ու դե այդպիսի կրթություն ստանալը միշտ ամենայն դեպս ինձ համար եղել է այն երազանքների դաշտում, բայց այս պարագայում ես ուղղակի գնացի այդ հղումով, առաջարկեցին CV ուղարկել, ուղարկեցի, որպես HR ուղարկեցի, ճիշտ ասած ինձ հետաքրքիր էր Օքսֆորդից այդ ինչ պիտի ինձ իմ CV-ի հետ կապված հետաքրքրի, բավականին ոգևորված նամակ ստացա, խնդրեցին որպեսզի հանդիպում լինի Zoom-ով եւ երևի իրենց ոգևորությունից, որ կարծում ենք, որ դուք շատ ճիշտ մարդ եք հենց մեր այս խմբի համար, հենց այս ծրագրի համար, տենց որոշեցի եւ արեցի եւ շատ գոհ եմ։ Շնորհակալություն շատ, Նանա։ Լիլի, ձեզ մոտ ինչպես է ստացվել ու նաեւ մի փոքր կրթությունից խոսեք։ Արդեն անցած։ Իմը տեխնիկական կրթություն ունեմ, ավարտել եմ պետական համալսարանի, Երևան պետական համալսարանի կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա ֆակուլտետը։ Դրանից հետո մագիստրատուրան շարունակել եմ ամերիկյան համալսարանի MBA-ում եւ հետո մասնագիտացման շրջան արդեն երբ որ սկսել եմ աշխատել, միշտ փորձել եմ ինքնակրթվել, ինքնազարգանալ, ունեմ միջազգային ACCA որակավորում եւ անդադար կրթական process-ը անպակաս է եղել իմ կարիերայի ընթացքում։
եւ եկավ մի պահ, որ միշտ իմ մտքում եղել էր նաեւ միջազգային կրթական կրթություն ունենայի, բայց ամեն անգամ մի բան հետ էր պահում եւ այսպես մտածելով ասում էի ճիշտ ժամանակ եթե այսքան հետաձգեմ ճիշտ ժամանակ երբեք ճիշտ չի գալու ու որոշեցի անպայման շարունակել եւ պատահական ձևով Օքսֆորդից ես անձամբ նամակ ստացա Բայց ինչպես են դեպտավյալները ունեցել չեմ իմանում, չգիտեմ ու որպես գովազդ, որպես չեմ ինչ ճանապարհով է ես այդ նամակը ստացել եւ այդ նամակից հետաքրքրվելով բրոշուրները կարդալով այնտեղից ծանոթներ համապատասխան ձևերով ծանոթներ ճարվելով եւ խորհրդատվություն ստանալով եւ որոշեցի որ եկել է հենց ճիշտ ճանապարհը եւ դիմեցի ու մեծ հաջողությամբ ընդունվեցի այժմ սովորում եմ նոր եմ սկսել կրթությունը նոր եմ սովորում 1 տարվա կուրս է առաջին կուրսը մոդուլը սկսվել է այս տարվա հունվարին եւ դեռ 1 տարվա մեծ եւ լիավար հուսով սպասում եմ որ այս տարին էֆեկտիվորեն կարողանամ ամեն ձևով Օքսֆորդի այդ միջավայրից ամենալավը արդյունքները քաղեմ Շնորհակալություն շատ Նանա ուզում եմ առաջին հարցը ընդհանուր հա անձնային աճի եւ զարգացման հետ կապված ինչպես խոսքի ամենասկզբում նշեցի ձեզ ուղղել վստահաբար կարող ենք ասել որ կրթական միջավայրը շատ մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուր անհատի մտածողության ձևավորման վրա եւ իհարկե միջազգային համալսարաններում սովորելը ամենակարևոր բաներից մեկը որը ստեյության տալիս է դա միջավայրն են եւ կապերը ստեղծարար կապերը մի փոքր կխոսեք ձեզ մոտ ինչ նոր մոտեցումներ ինչ նոր մտածողություն է ձևավորվել որը որ հենց այս պահին ձեզ շատ օգնում է ձեր մասնագիտական ինչու ոչ նաեւ անձնական կյանքում հաջողելու համար որը որ մինչ այդ պահը այսինքն Օքսֆորդ ընդունվելը չեք ունեցել Երևի առաջինը որ կուզեմ նշել դա ճիշտ է կապերը միշտ ասում են հա այդ տիպի ծրագրերում կապերը ամենակարևորն է որ ձեռք ես բերում այն կրթության այն գիտելիքին ինչ որ ունես բնականաբար բայց ես ուզում եմ հատուկ նշել դասախոսական կազմին ինչու որովհետև եթե մի պահ մտածեք հա այդ մարդիկ այդքան տարիներ այդքան ներդրում են արել այդքան աճ են ունեցել որպեսզի ուղղակի շատ կարճ ժամանակում այդ ամբողջը փորձեն փոխանցել երևի ամենաառաջինը ինչ որ կարելի ասել ինչ որ չափով փոխեց ինձ մեջ հենց այդ կոնտինգենտի հետ շփվելը որովհետև աշխարհի լավագույններն են այդ առումով մարդիկ ովքեր որ իրենց նվիրում են գիտությանը իրենց նվիրում են անընդհատ աճելուն որպեսզի հետո մեզ շատ արագ այդ ամենը փոխանցեն այո այդ ինձ համար դա շատ տպավորիչ էր որովհետև հնարավորություն ունեցա շփվելու իսկապես լավագույնների հետ այսինքն իսկապես աշխարհի լավագույն ուղեղները ուղղակի նույն լսարանում քեզ փոխանցում են իրենց փորձը ու գիտելիքը Ինչ արժեքավոր փորձառություն եք վերցրել որ կուզենայիք կիսել կարող եք հենց հմտությունների մասին ավելի շատ նշել բնականաբար մի քիչ մասնագիտական գիտելիքի դաշտ չեմ տանում որովհետև այստեղ շատ լայն սպեկտր կարող է լինել հմտությունների մասին ինչ եք սովորել որը որ կուզենայիք որ նաև փոխանցեիք Երևի ինչպես հարց ձևակերպել ինչպես հետազոտել որտեղ հետազոտել այդ մի տեսակ լայնացրեց ինձ այսինքն այդ ամբողջը մեզ մոտ էլ կա մենք այդ ամբողջով անցել ենք բայց լայն մտածելակերպը մտահորիզոնը ու միևնույն ժամանակ իրենց ոչ միայն գիտության հանդեպ մտածելակերպ աշխարհը ավելի լայն է կալը այո աշխարհայացը իսկ այդ առումով բավականին լայնացրեց բայց ուզում եմ երկրորդն էլ նշել այս տիպի ծրագրերում ու այս տիպի համալսարաններում սովորում են ուսանողներ տարբեր աշխարհի տարբեր ծայրերից ու դա երևի դա էլ կարևորագույն արժեքներից է որ բերեցի ինձ հետ այդ տարբերությունները տեսնելը նկատելը սովորելը ոնց որ հաշտ լինելը տարբերությունների հետ այո
ինքդ քեզ այդ պահին հասկանալը, գիտակցելը, լինելը, ոնց որ ես եմ, միևնույն ժամանակ շատ տարբեր մեկի հետ կարողանալը, օրինակ դեբատի մեջ շատ կիրթ ու լավ ձևով ապացուցել քոնը կամ լսել ընդունել նրանը, այդ երևի տարբերությունները առաջին հերթին, երկրորդ հերթին եւ երրորդը կոնկրետ հենց որ Անգլիայում էր ինձ թվում է որ ես մշակույթը կարողացա իրենց հասկանալ ինձ համար շատ կարեւոր էր եւ ոչ միայն մշակույթը որը ոնց ինձ թվում է համաշխարհային արժեք է անգլիական մոտեցումները ինչպես են իրենք կրթությանը վերաբերվում, ինչպիսի հասարակություն ունեն, ընդհանուր առմամբ, այսինքն եթե նայենք դարերով շարունակվող ինչ է բերել աշխարհին, բավականին մեծ է, բայց միևնույն ժամանակ կոնկրետ Օքսֆորդը ուղղակի ցնցող էր, որովհետև դու հասկանում ես, որ հենց այստեղ է ծնվել, որ հենց այստեղ է դարեր առաջ նույն արարողությունը օրինակ երբ որ դիպլոմներ են հանձնում նույն կերպ իրականացվել եւ այդ մշակույթը ուղակի խոսքերով չի որ դու վերցնում ես ուղակի այնտեղ լինելով ես վերցնում Շնորհակալություն շատ Նանա Լիլի ձեր փորձառությունը դուք դեռ փորձառության ճանապարհի սկզբի հատվածում եք ինչ կառանձնացնեք այս 1-2 ամիսների ընթացքում, որ դուք արդեն ձեզ մոտ փոփոխություն տեսնում եք։ Եղավ առաջինը, որ նպատակներից մեկը իմ համար գիտելիքներից բացի նաև իմ նեթվորքինգը, իմ ցանցը մեծացնելն էր եւ սա իսկապես հիանալի հնարավորություններ ինձ համար, որպեսզի աշխարհագրական տարբեր այսպիսի տարաբնույթ ձևի տարբեր տեղերից եկած մարդկանց հանդիպել եւ իրենց արդեն պրոֆեսիոնալ լինելով տարբեր բնագավառներից են լինի թե բժիշկ լինի թե անշարժ գույքի բնագավառից լինի թե ֆինանսների նախարարությունից իրանք ինքան տարաբնույթ ու բազմաբնույթ են ես միշտ սովորել եմ այնպեսին որ բոլորս նույն ձևի ենք եղել այստեղ տարբեր է ամեն ինչը ու նույն կոնցեպտը նույն գաղափարը երբ որ քննարկվում էր ամեն մեկը իր գործնական փորձից էր բերում ինքը ամեն մեկ յուրովի ինքը իր գիտելիքները վերցնում ու կիրառում եւ դա իր բնագավառի վրա եւ կիսվում էր խմբի հետ ու դու տեսնում ես թե ինչքան կարող ես տարբեր մտածել ինչքան լայն ես մտածում ու մի նեղ մտածելակերպը միայն քո տեսանկյունից նայելը ինչքան քեզ ավելի քիչ համապակումներ է բերում ու շատ ավելի մեծ հաճույքներ է ստանում ավելի նեղ փոքր խմբային քննարկումներից այդ խմբային աշխատանքներից որովհետև մարդիկ իրենց փորձով կիսվելով տեսնում են թե աշխարհը ինչ հնարավորություններ ունի որից որ մենք շատ քիչ ենք օգտվում այո Այստեղ մյուս կարևոր հարցն եմ ուզում արդեն Նանա ձեզ ուղղել վստահաբար միջազգային համալսարաններում սովորելու կարևոր բաներից մեկը նա է որ ըստ էության սովորեցնում են դա փոփոխություններ տեսնելը, իրականացնելը ու այդ փոփոխությունների առաջամարտիկը լինելն է, հա։ Ձեր փորձով կկիսվեք այս համատեքստում ինչ եք սովորել եւ ամենակարևորը ինչ մարտահրավերների եք բախվել, որ ավարտելուց հետո փորձել եք այստեղ որևէ փոփոխություններ իրականացնել կամ ինչ տարբերություններ եք տեսնում, որ շատ կուզենայիք, որպեսզի նաեւ մեր միջավայրում էլ ներդրվեր եւ դա վստահաբար մեծ հաջողությունների կտաներ։ Դե կարծես թե նշեցի անցած անգամ երևի թե կնշեմ ավելի գլոբալ մտածելը ավելի շատ իրադարձություններից տեղյակ լինելը օրինակ հա ես սովորում էի global business առարկան եւ ոնց են օրինակ բիզնեսները կազմակերպությունները մեծ կազմակերպությունները փաստորեն թելադրում ցավոք արդեն երկրներին թե որ ուղղությամբ գնալ այսինքն մինչև այդ ես այդ կարգի չէի մտածում բայց կան մեծ կազմակերպություններ որոնց բյուջեն օրինակ
ավելի մեծ է, քան պետության հնան։ Ու բնականաբար իրենց ազդեցությունը, այո, իհարկե մենք բոլորս լսում ենք դրա մասին եւ բայց երբ որ ուսումնասիրում ես իրականում կամ երբ որ տեսնում ես թե քանի կազմակերպություն կա, որի բյուջեն ավելի մեծ է, քանի երկրների հնան, օրինակ դա, հա, բնականաբար շատ բան է փոխում մտածելակերպի մեջ։ Եվ բազմաթիվ այդպիսի օրինակներ, եւ երբ որ բնականաբար վերադառնում ես, հասկանում ես, որ ցավոք նույնիսկ նրանք, ովքեր պիտի որ այդ ամբողջից շատ ավելի լավ տեղյակ լինեն, քան դու, որովհետեւ ի պաշտոնե, այսինքն որոշում կայացնող անհատները միանշանակ, այո, կարևոր է, որ այդ կրթությունը, այդ գիտելիքը, այդ պատրաստվածությունը ունենան, այսինքն կարդան պարբերականները միջազգային, կարդան տնտեսական պարբերականները, կարդան քաղաքական պարբերական, գոնե որպեսի ամբողջ այդ անցուդարձին տեղյակ լինեն, երևի թե դա մի քիչ տխրեցնող է, որովհետև հետ ընկնելու միտում է այդ առումով բնական, այսինքն երևում է, որ հետ ենք ընկնում, արդեն հետ ընկած ենք, բայց շարունակում ենք հետ ընկնել։ Դե ես կարծում եմ, որ երևի թե լուծման իրականում հաջողության հասնելու, ես խոսում եմ հիմա երկրի մասին, կարևորագույն գործոններից դա իսկապես լավ կրթություն է, ու եթե մեզ մոտ չեմ կարող ասել չկա, կա, շատ ոլորտներում կա բավական լավ կրթություն, բայց եթե ինչ-որ ոլորտներում չկա, ուրեմն պետք է ամեն ինչ անել, խրախուսել, որպեսզի դեռ չկա, ուրեմն պետք է ավելի շատ երիտասարդներ եւ ոչ միայն երիտասարդներ գնան սովորեն, վերադառնան եւ այստեղ այդ կրթության հնարավորությունները գուցե մի պահ ստեղծեն, այլապես հետ ենք ընկնում։ Շատ լավ, ու լրացուցիչ հարցն եմ ուզում տալ, Նանա, եթե հնարավորություն ունենայիք հետ գնալ ու փոխելու, փոփոխություններից ենք խոսում, ինչ է կփոխեիք ձեր ինչքան հետ գնալ։ Մինչև այս ուսումնառությունը։ Հա, որովհետև ես գնացի հետ արդեն մի քանի դար։ Չէ, դար չէ, ձեր կյանքում մինչև Օքսֆորդի փորձառությունը անցնելը, եթե հնարավորություն ունենայիք ձեր կյանքում ինչ-որ փուլ հետ գնալ, 10-15 տարի, ինչ կփոխեիք։ Ոչինչ։ Շատ գոհ եմ, իրականում իմ ճանապարհից ես գոհ եմ։ Հիմա գալիս է այդպես ավելի համարձակ լինելը, օրինակ նույն Օքսֆորդը, հա, երբ որ ես ստացա այդ նամակը, այդ իմ վիճակը, լավագույն համալսարանից է այս նամակը, մի քիչ այդ ստրես վիճակը, գուցե մի քիչ ավելի համարձակ, բայց դա էլ ոչ, կարծում եմ դա շատ բնական է ու ես գոհ եմ, ես գոհ եմ այն ճանապարհից, որ անցել եմ, որովհետև այդ ճանապարհն է, որ բերել է ինձ հիմա այստեղ։ Եվ երևի կարևորը հետ նայել եւ եզրակացություններ անել ապագայի համար, այլապես ամեն ինչ շատ լավ է։ Շնորհակալություն, Լիլիթ, ինչ փոփոխություններ եք պլանավորում, որ մտածում եք այն փորձառությունը, որի միջով որ դուք հիմա անցնում եք, կրթական փորձառության մասին է, կարող եք ներդնել եւ դրանով նպաստել նաեւ մի փոքր առաջ խոսում էինք դրա մասին, մեր միջավայրի ավելի զարգացմանը, բարելավմանը, դրական փոփոխություններ բերելուն։ Արդյոք տեսնում եք կապ։ Իհարկե տեսնում եմ, փոփոխություններ ցանկանում եմ բերել իմ շրջապատին, նեղ շրջապատից սկսած դեպի լայնացնելով դեպի հասարակություն։ Ինչ նպատակներ ունեք։ Նպատակներից է իմ ներկա պահին, որպիսի իմ փորձը, գիտելիքները փոխանցեմ երիտասարդ ուսանողուհիներին, հատկապես, եւ արդեն այս տարի փորձառությունս ունեմ ամերիկյան համալսարանի հետ եւ մենթորությունն եմ սկսել կատարել եւ այդպեսով փորձում եմ համալսարանի նորավարտ վերջին կուրսի ուսանողուհիների հետ աշխատել, փորձը սկսվել գիտելիքներով եւ մասնագիտական կապերով իրենց առաջ տանել, որպեսզի կարողանան իրենք էլ հետո ճիշտ ընտրություններ կատարեն, ճիշտ ուղղությամբ անեն եւ որպես իգական սեռի ներկայացուցիչներ հաջողված հասարակության անդամներ կայանան։
Շնորհակալություն շատ։ Նանա, հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ձեզ տալ։ Շատերի մոտ կա այսպիսի սահմանափակում, որ օրինակ ինչ որ տարիքից ելնելով կամ օրինակ այս հագեցած առօրյայի մեջ դժվար է ընտանիք, կրթություն, աշխատանք, այս ամենը զուգորդել միմյանց հետ եւ բոլոր տեղերում հաջողել։ Ձեր դեպքում ո՞րն է հաջողության գաղտնիքը, ո՞նց եք կարողանում այս բոլոր տեղերում հաջողել, քանի որ էլի շատ տարածված խոսույթներ կան, որ մարդիկ մեկ բան են անում եւ ասում են օրս արդեն հագեցած է, այլևս չեմ հասցնում նոր ինչ որ բանով զբաղվել, որ ավելի վատ է ինքնազարգացմամբ զբաղվեն։ Ձեր հաջողության բանալիները որտեղ են։ Ոնց եք հասցնում կամ ինչ մեթոդներ եք օգտագործում։ Երևի ընտանիքս պիտի նշեմ, որ ընտանիքս եւ ուզում եմ նշեմ ավելի լայն ընտանիքը։ Մենք շատ մեր բախտը բերել է, հա, այդ մեծ ընտանիքը, խոսքը տատիկ պապիկների մասին է նաեւ։ Կոնկրետ ինձ շատ օգնել են հենց սկզբից տատիկները։ Եվ ամուսինս նույնպես շատ, չնայած որ բնականաբար ինքն էլ շատ զբաղված, բայց համենայն դեպս այդ մոտեցումը աշխատանքին, կարիերային, ուսմանը, զարգացմանը, կարծես թե ամբողջ ընտանիքին այդ մշակույթը կա։ Իսկ տատիկները միանշանակ, եթե չլինեին, չեմ պատկերացնում ոնց էր լինելու։ Եվ դրա մասին քանի բալիկ 3 բալիկ ունեմ 3 հրաշալի մեծ են ու նրանք էլ անդադար սովորում են եւ տղաս եւ աղջիկս հիմա էլ փոքրիկն է իդեպ երևի նաեւ ասում եմ պետքա ոչ թե դաստիարակել այլ օրինակ լինել չէ դիմել էր այս վերջերս մի ծրագրի Օքսֆորդում հենց եւ դրամաշնոր է ստացել եւ ամռանը գնալու է այնպես որ այո ընտանիքը Շատ լավ եւ նաեւ ինչպես ասում են ամեն բանի մեկնարկային կետը ցանկությունն է եթե ցանկություն կա մնացած ամենը ստացվում է Լիլիթ ինչ գրքեր խորհուրդ կտաք մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին որոնք որ ձեր մտածողության եւ ինքնազարգացման վրա մեծ ազդեցություն են թողել Այս վերջերս գրքի նվիրման օրվա հետ կապված շատ գեղեցիկ նախաձեռնություն արեց մեր ակումբը եւ հրապարակեցինք 15 մեր կողմից խորհուրդ տրվող գրքերը, որը հրապարակված է սոցիալական ցանցերում, խորհուրդ կտայի բոլորին անցնել էջով եւ ծանոթանալ ցանկի հետ, հաստատ ամեն մեկը իր նախընտրածը իր համար կարեւոր կգտնի։ Ներկա պահին ես այդ ցանկից կարդում եմ Սկսել եմ այդ ցանկից կարդալ, որը շատ վաղուց է ուզում կարդալ, դա Սև կարապը Նասիմ Թալեբի Սև կարապը, որը նախկինի մենեջերներ դեռ խորհուրդ տվել, բայց արդեն սկսեցի կարդալ հիմա, ու դա իրոք մտածողության, դա մեծ փոփոխություններին, ինչպես սպասել, դիմակայել, ինչպես լինել ճկուն եւ ադապտացվող դա խորհուրդ կտայի, հետո խորհուրդ կտայի ավելի փոքր գրքույկ է, դա ավելի շատ, որ վաղուց եմ կարդացել, բայց հետաքրքիր էր, դա ով է գողացել իմ պանիրը, Սպենսեր Ջոնսոնի գիրքը, որը թե ինչպիսի մոտեցումներ կամ փոփոխությունները դիմակայելու, լաբիրինթից դուրս նայելու ու դու որ կերպարն ես ներկապահին եւ որ կուզենայիր ճիշտ որոշում կայացնելու համար որ ստրատեգիան կուզենայիր օգտագործել Շնորհակալություն շատ եւ ուզում եմ ձեզ վերջին հարցը ուղղել Նանա կնշեք 3 կարևոր հմտություն, սովորություն, որը որ դուք ձեռք եք բերել վերջին տարիներին եւ դա ձեզ իսկապես շատ օգնում է առաջընթացի ու զարգացման մեջ Առաջինը փորձել ցանկացած պահի լինել հնարավորինս երջանիկ Այսինքն այո, այդ պոզիտիվ լինելը, որովհետև մենք շատ հաճախ նպատակ ենք դնում, սպասում ենք կամ անհանգստանում ենք նրա մասին, թե ինչ է տեղի ունեցել, այս պահին ազատվել կպչուն մտքերից, այո, այս պահին մտածել ինչի համար է շնորհակալ ու ինչի համար է ուրախ։ Երկրորդը ժպտալ, առաջինի շարունակությունը երևի, փորձել իսկապես այդ
դրականը հնարավորինս տարածել։ Այսինքն առաջինը երևի քո մեջ գտնել այն ուրախ եւ երջանիկ լինելու բանաձևը ու բանալին։ Իհարկե միշտ չի ստացվում, բայց համենայն դեպս եւ երկրորդը փորձել դա տարածել եւ երրորդը առաջ գնալ, նույնիսկ եթե վախենում ես, Մանդելան է չէ ասել, որ մենք հաճախ վախենում ենք ոչ թե խավարից մեր մեջի, այլ լույսից։ Եվ հաճախ իսկապես լինում է, որ վախենում ես հաջողությունից, որ մեկ էլ ու կստացվի, բա ոնց, առաջ գնալ, նույնիսկ եթե վախենում ես այդպես։ Շնորհակալություն շատ, ինչ կավելացնեք Լիլիթ։ Հմտություններից, սովորություններից, որոնք որ ձեզ շատ օգնում են առաջընթացի եւ զարգացման համար։ Կանգ չառնել, միշտ առաջ շարժվել, եթե նույնիսկ դժվարությունների ես բախում տվյալ պահին, եւ պետք չվախենալ օգնության կարիք, եթե օգնության կարիք ունես դիմել մեկին, մասնագիտական կամ պրոֆեսիոնալ եւ այլը, որովհետեւ մենակով ճանապարհ գնալը կարող է դժվար լինի, բայց օգնության դեպքում կարող ես առաջ գնալ, լինել ավելի բաց մտածելակերպով, լինել անվախ եւ փոփոխությունները դիտարկել ոչ թե վտանգ, այլ դրանք դիտարկել որպես հնարավորություններ։ Շնորհակալություն շատ Լիլիթ եւ Նանա ձեզ բավականին հետաքրքիր, բովանդակալից եւ ուսուցանող զրույցի համար։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ցանկանում եմ հիշեցնել, որ գործար ալիքի եթերում կրկին անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարներին, փորձագետներին։ Իմ հյուրերն էին Նանա Հովհաննիսյանը եւ Լիլիթ Մաթեւոսյանը, ովքեր հանդիսանում են Օքսֆորդի հայաստանյան շրջանավարտների ակումբի հիմնադիր անդամները։ Լիլիթը նաև հանդիսանում է PwC Armenia աուդիտորական խորհրդատվական ընկերության գլխավոր հաշվապահը, իսկ Նանան 8-18 մարդկային ռեսուրսների խորհրդատվական ընկերության տնօրենը, ինչպես նաև Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի Հայաստանի գրասենյակի հիմնադիր տնօրենը։ Շնորհակալ եմ շատ ձեզ ու ուզում եմ, որ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար իսկապես լինի ոգեշնչող եւ կենթանի օրինակ, որ ինչպես միշտ նշում ենք, անդադար կրթվելը, աճելը, զարգանալն ու առաջ գնալը իսկապես բոլորիս համար կարեւոր է եւ դրա համար երբեք չպետք է սահմանափակումներ գտնել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։